Բարևներ բոլորին, ժողովուրդ ջան, այսօր անելու ենք մի շատ հետաքրքիր բան։ Վստահ եմ, բոլորդ ուզեցել եք գոնե մեկ անգամ ներխուժել YouTube-ի տարբեր կոպիներ։ Եվ այսօր մենք կմտնենք դրանցից մի քանիսը եւ կուսումնասիրենք դրանք եւ տեսնենք, թե արդյոք YouTube-ից ավելի լավ ծրագրեր կան, թե ոչ, իսկ մենք գնացինք։ Դե ինչ ժողովուրդ ջան, մենք այժմ կմտնենք առաջինը, որը չինական YouTube-ն է, Bilibili, այո, դա չինական YouTube-ն է, մարդիկ օգտվում են սրանից։ Եկեք թարգմանենք հայերեն ծրագիրը, դա արդեն լավ է, քանի որ այդ հնարավորությունը ունի։ Տեսեք ժողովուրդ հայերեն թարգմանությամբ, բարև նորից Շորտ, ոնց հասկանում եմ, այստեղ ինչ-որ ֆիլմեր է, որովհետև անիմե ու ֆիլմեր է այստեղ, կոնկրետ տենց Նարուտո տենց բաներ է, օրինակ եկեք, ինչ գնենք, օրինակ եկեք գնենք Արմենիա, տեսնենք ինչ կա։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, անգամ այստեղ Ժակո երգը կա, ճիշտ է 20 դիտում է ունեցել, էլ կա խորհրդային փորձարկումներ, կովկասային պարեր ու հայ-թուրք PUBG, ժողովուրդ, այստեղ հայ-թուրք լիք բան կա այստեղ հայերի մասին։ Ժողովուրդ ջան, եկեք այժմ պոյսկանք NX եւ տեսնենք։ Չէ, NX-ով ցավոք բան չկա, բայց միգուցե մենք շատ ակտիվ լինենք ու հայտնվենք այստեղ։ Իսկ մենք գնացինք մեր երկրորդ ծրագիր։ Դե ժողովուրդ, մենք երկրորդ ծրագրում ենք Rumble-ում, սա օգտագործում են ամերիկական լրատվականները եւ հայտնի բլոգերները, որոնք խոսում են երկրորդ էջ։ Քանի որ եթե մարդ ապրում է Ամերիկայում, իմանալով, այստեղ մոնետիզացիան շատ բարձր է։ Օրինակ, այստեղ կան ոդքասթներ, 24/7, ասեցի լրատվականներ ու այստեղ եւս, նայեք անգամ հայտնի էջեր կան, իսկ այստեղ եւս Հայաստանի մասին բաներ կլինի։ Ժողովուրդ, այստեղ շատ հայկական ալիքները, Armenian News-ի, Արարող հասարակություն, Ալարատ TV, Armenia։ Ես չի պատկերացնի, որ այս ծրագրերով հայերի մասին նորություններ կլինի։ Ժողովուրդ, ինչ լրատվական ասես հարցազրույցներ ստեղ կան ամենանորից մինչև ամենահին։ Եկեք մի հատ իմ անունը պոյսկ տանք, մտածելով, որ անկարող է նաև ես այստեղ լինեմ, եթե այդքան մարդ կա, իրանցինք սեղմ ենք։ Ռադադադա։ Ցավոք մենք այստեղ չկանք, կա NX Highman 1, բայց մենք չկանք։ Production գրեցի, բայց չկանք։ Գնացինք առաջ, մեր երրորդ, դե ինչ մենք գտնվում ենք մեր վերջին ծրագրում, որի անունն է Odyssey։ Այս ծրագիրը նրա համար է, որ դուք դիտում եք ինչ-որ բան, վիդեո, նա վերցնում է ձեր ինտերնետից ինչ-որ չափ եւ դրանով անում են mining, այսինքն դուք ձեր ինտերնետից տալիս եք ու դիտում եք վիդեո։ Օրինակ, ստեղ տեսնում ենք երգեր, ֆիլմեր, ալիքներ, մի խոսքով տարբեր ժանրի բաներ։ Բայց եկեք մի հատ Armenia պոյսկնանք, կարող է ստեղ էլ հայկական բաներ լինի։ Ժողովուրդ, լիքը հայկական բլոգերներ կան, ուստի ժողովուրդ, հայկական վիդեոներ ստեղ շատ կար, ոնց տեսակ, լրագրողներ, հարցազրույցներ, այսինքն բոլոր տեղերը հայկական ամեն ինչ կա։ Մի հատ կա, բայց սա մենք չենք։ Դե ժողովուրդ ջան, շնորհակալություն մեզ հետ լինելու համար, դիտելու համար։ Եթե ուզում եք նկարենք երկրորդ մաս, որտեղ կմտնենք վտանգավոր ծրագրեր, որոնք չի թույլատրվում մտնել, այսինքն հավաքում եք շատ լայքեր, 100 լայք ենք հավաքում ու սպասում ենք դրան։ Իսկ մենք շարժվեցինք։